Այսօր L'Hopital-ի կանոնի հետ ծանոթանանք։ L'Hopital-ի կանոնը Zero տիպի անորոշությունների համար անեմ Եթե FG ֆունկցիաները բավարարում են հետևյալ պայմաններին F նույն դիֆերենցիալի են AB-ում G'(x)-ն էլ 0 չի AB-ի կետերի համար Այն ձգտելիս fx-ը և gx-ը ձգտում են 0-ի և ածենցիալների հարաբերությունը այն ձգտելիս ունի սահման, այս գոյությունների սահմանը նշանակենք կայով Այդ դեպքում գոյություն ունի նաև սահման fx բաժանած gx-ը, երբ որ x-ը ձգտում է a-ի և այդ սահմանը հավասար է k-ի։ Ինչ ենք ասում 0-0 տիպի անորոշությունների համար, որովհետև մեր մոտ f-ն ու g-ն, ինչպես տենում եք b կետից, ձգտում են 0-ի։ Այն 0-0 տիպի անորոշություն ունենք, ու հիմա այս անորոշությունը կարողանում ենք, որ այդ սահմանը կարողանում ենք հաշվենք, այն դեպքում, երբ որ ածենցիալների հարաբերությունը ունենում է սահման։ Ապացուցենք նախ այն դեպքում, երբ որ անվերջավոր է։ Մենք ինչ ունենք, մենք գիտենք, որ ածենցիալների հարաբերությունը ունի սահման ու ուզում ենք ֆունկցիայի այդ ֆունկցիաների հարաբերությունը տեսնենք, որ ունի սահման։ Ոնց որ երբևիցե ինչ-որ պնդում տեսել ենք, որ այդ ածենցիալների հարաբերությունը ինչ-որ ձևով ֆունկցիայի արժեքների հարաբերության հետ կապի։ Լանգրանժի թեորեմը, հետո Կոշի թեորեմը, Կոշի թեորեմը այնտեղ ոնց որ շատ հարմար է կիրառել, միայն թե ոնց որ Կոշի թեորեմը կիրառելու համար մի հավելյալ գործ անենք, ոնց որ այս f ու g ֆունկցիաները, եթե a կետում սահմանենք, այստեղ պարտադիր չի, որ f-ն ու g-ն a կետում որոշված լինեին, եթե a կետում որոշենք, ինչ կուզենաք արժեքը լինի 0, Ամանենք f և g ֆունկցիաները
0 այդ դեպքում f եւ g-ն կլինեն անդադ a-ում հիմա կարող ենք կիրառել այդ Cauchy թեորեմը որ ax հատվածի վրա վերցնենք կամայական x, որը պատկանում է AB-ին եւ կիրառելով Cauchy թեորեմը x-ի վրա կստանանք, որ գոյություն ունի մի հատ ցեկետ սան իհարկե կախված է լինելու ինչից x-ից, հա այս պատկանալու է մեր ax հատվածին, ax միջակայքին կետ գոյություն է այնպես, որ f'(cx) բաժանած g'(cx-ը, f'(c) բաժանած g'(c-ն կլինի մեր մոտ ինչին հավասար fx մինուս f-ը, gx մինուս g-ը։ Մենք f-ան ու g-ան սահմանել էինք որպես 0, հա։ Քանի որ f-ան հավասար է g-ը հավասար է 0, ուստի f'(cx) բաժանած g'(cx-ը կլինի fx բաժանած gx։ Հիմա եթե x-ը ձգտեցնենք a-ին, cx-ը ինչ կանի։ Էլի a-ին կձգտի, որովհետև cx-ը գտնվում է a-ի եւ x-ի միջև ու ոնց որ ոստիկանների կանոնով ինքն էլ հա կձգտի a-ին։ Եթե x-ը ձգտում a-ին, ապա այս a-ն փոքր է cx փոքր է x-ից կբխի, որ cx-ը եւս ձգտում է a-ին, հետևաբար f'(cx) բաժանած g'(cx-ը ոնց որ այն մեր g պայմանը, որ օգտագործենք, չէ՞, հետևաբար g-ից ստանանք, որ f'(cx) բաժանած g'(cx-ը ձգտում է k-ի ու վերջապես դա էլ ինչն է, մեր fx բաժանած gx-ն է։ Ուստի fx բաժանած gx-ը ձգտում է k-ի x-ը a-ին ձգտելիս։ Այս դիտարկեցինք այն դեպքը, երբ որ an վերջավոր թիվ է, հա, կարող ենք դիտարկել այն դեպքը, երբ որ an մինուս անվերջ է կամ պլյուս անվերջ է, հա, պլյուս անվերջի դեպքում իհարկե ոչ թե a b պետք է հասկանանք, այլ ասենց ասած b a, b-ից
պլյուս անվերջ պետք է հասկանանք։ Որ դեպքը կուզենանք դիտարկենք պլյուս անվերջ, մինուս անվերջ։ Okay, պլյուս անվերջի թողնի անվերջ դեպքը։ Ըստ մեր մոտ f-ն ու g-ն փաստորեն դրանից պլյուս անվերջ են, հա, որոշված։ Ու էլի պետքա իհարկե օգտագործենք ինչը Cauchy թեորեմը, հա։ Պարզապես ոնց որ եթե նախորդ դեպքում ոնց որ այդ a կետում կարողանում էինք վերասահմանենք, հա, կամ սահմանենք այդ ֆունկցիաները, հիմա այս պլյուս անվերջությունում տենց սահմանելը ոնց որ հենց տենց ուղիղ զուտ սահմանելը այդքան հարմար չի լինի, հա, որտեղ ընդունված չի մեր մոտ ու պարզապես եկեք ինչ որ x y հատվածի վրա կիրառենք Cauchy թեորեմը, հեսա կասենք, որ այդ x y-ի վրա ենք անում։ Ինչ գիտենք, մենք էլի գիտենք, որ այս հարաբերությունը մեր մոտ ձգտում է k-ի։ Հիմա որ հարաբերությունը ձգտում է k-ի, իհարկե այն պարագայում, երբ որ այդ արգումենտը ձգտում է պլյուս անվերջության, հա, մեր մոտ հիմա ան պլյուս անվերջ է։ Բարի, այսին պլյուս անվերջի ինչ-որ շրջակայքում այդ հարաբերությունը կլինի k-ին մոտիկ, հա։ Ունենք, որ սահման f'(x) բաժանած g'(x)-ը x-ը պլյուս անվերջի ձգտելիս k է։ Այստեղ կանել վերջավոր կնայենք։ Այդ կարելի է համանման ձևով անվերջ դեպքերն էլ նայել, էլի։ Ունենք, որ այս սահմանը k է, որը նույնն է թե կամայական էպսիլոն դրական թվի համար գոյություն ունի ինչ-որ մի հատ դելտա, չէ՞։ Օգտովյալ դեպքում իհարկե b-ից մեծ, այնպես որ հենց x-ը մեծ է դելտայից, այդ դեպքում ինչ է տեղի ունենալու։ Մոդուլ f'(x) բաժանած g'(x) հանած կան փոքր է լինելու էպսիլոնից։ Այսինքն f'(x) բաժանած g'(x)-ը կլինի ինչի և ինչի միջև k պլյուս էպսիլոնի ու k մինուս էպսիլոնի միջև բոլոր x-երի համար դելտայից մեծ։ Շատ լավ։ Հիմա ինչ ենք անում։ Այս b-ն է, այստեղ դելտան է։ Հիմա եթե մենք ուզում ենք Cauchy թեորեմը կիրառենք ու ինչ-որ x, y հատվածի վրա ու գիտենք, որ ացանցիալների հարաբերությունը այդ k-ին մոտիկ է դելտայից մեծ x-երի համար։ Հիմա, դելտայից մեծ կետերի համար, հա, այսի արդեն են x-ը չի։ Հիմա այդ x, y հատվածը որ կողմ կուզենայիք լիներ դելտայից ձախ, դելտայից աջ, մեկը մի կողմ, մեկը մյուս կողմ, դելտայից աջ, նրա համար, որպեսզի թե իրանց միջև ընկած բոլոր կետերը լինեն
դելտայից մեծ, հա, որ կարողանանք այս անհավասարությունից օգտվենք։ Վերցնենք կամարական XY։ Կամարական XY, այնպես որ Y-ը մեծա X, մեծա դելտա։ Ու կիրառելով Cauchy վերջավոր աճերի բանաձևը XY հատվածի վրա կստանանք, որ գոյությունը մի հատ C կետ XY-ի պատկանող, այնպես որ F' C բաժանած G'-ն հավասարա FY հանած FX բաժանած GY հանած GX, ճիշտ է, այսպես կստանանք, հիմա ինչ պիտի անենք, մենք պիտի հաշվի առնենք, որ C-ն XY-ին է պատկանում, X-ն ու Y-ն էլ մեր մոտ մեծ էին դելտայից, հա, քանի որ C-ն պատկանում է XY, X-ն ու Y-ը մեծ են դելտա, տեղից բխում է, որ C-ն մեծ է դելտա, ուստի կիրառելով մեկը, այս սրա անունը երկուս տնենք, հա, ուստի կիրառելով մեկը, և երկուսը, կստանանք, որ կիրառելով մեկը կստանանք ինչ։ F' C բաժանած G'-ն է K մինուս էպսիլոն K պլյուս էպսիլոնի միջև, հա։ F' C բաժանած G'-ն K մինուս էպսիլոնի և K պլյուս էպսիլոնի միջև, հա։ Հիմա էլ որ երկուսն էլ կիրառենք, կստանանք, որ այս տարբերությունների հարաբերությունն է այդ նույն K մինուս էպսիլոն, K պլյուս էպսիլոնի միջև, հա։ Հիմա մեզ իհարկե պետքա ոնց որ ունենալ, չգիտեմ, fx բաժանած gx, կամ էլ fy բաժանած jy հարաբերություն, ոչ թե սենց տարբերությունների հարաբերություն։ Մենք ինչ գիտենք, որ մեր ֆունկցիայի սահմանը որ կետում է 0 անվերցությունում, չէ՞, մեր մոտ հիմա նայում ենք այն դեպքը, երբ որ ան պլյուս անվերջ է։ Հիմա եթե պլյուս անվերցությունում մեր ֆունկցիայի սահմանը, ֆունկցիաների սահմանները 0 են։ Այդ դեպքում ստեղ օրինակ ինչը կուզենաք ձգտեցնեք անվերջության x-ը թե y-ը։ Հա? Y-ը։ Ինչի y-ը, այլ ոչ թե x-ը։ Y-ը մեծ է x-ից։ Հիմա որ օրինակ մինուս անվերջ լիներ, էլի y-ը մեծ է x-ից։ Y-ն ենք ձգտեցնելու։ X-ը, ինչի x-ը։ Որտեվ x-ը փոքր։ Որտեվ մեկը մյուսից մեծ ու փոքրն է կարևոր, այլ կոպիտ ասած որն է ավելի մոտիկ այդ կետին, հա, y-ը այդ անվերջությանը ավելի մոտիկ է, եթե x-ը ձգտեցնեք անվերջության, ուզած-չուզած արդեն y-ը տեղաշարժվելու է, գնալու է անվերջության, չեք կարա ֆիքսած պահեք, դրա համար ոնց որ այդ կոպիտ ասած մոտիկ կետը, որ ձգտեցնենք այդ պլյուս անվերջությանը, այն մյուսը ֆիքսած պահելով, արդեն կարող ենք անցնել սահմանի, հա։ Հիմա սա գիտենք, որ բոլոր x-y-ների համար տեղի ունի դելտայից մեծ։ Հիմա ֆիքսենք x-ը և y-ը ձգտեցնենք պլյուս անվերջության։
y-ը ենք plus անվերջի։ Այդ դեպքում իրենք, որ FY-ը ու JY-ը ինչի կձգտեն 0-ի, ուստի այս սրամանը 3 դնենք, հա, այս ուստի 3-ից կստանանք, որ հիմա որ անցնում ենք սահմանի, համարիչը մեր մոտ ձգտելու է մինուս fx, հա, բաժանած մինուս jx, ուստեղ, ինչպես? Իհարկե, կարող են գրել այդպես, որը ինչ է? Փոքրակ A plus էպսիլոն ու ամեն ինչ ճիշտ է։ Մի փոքր թերություն կա, որ անցնում ենք սահմանի, այդ դեպքում ինչ է տեղի ունենում։ Ոնց որ այս անհավասարությունների մեջ կարող է նաև ավելանա հավասարությունը, չէ՞, ոնց որ երբ որ սահմանի եք անցնում, արդեն հավասարություն կարող եք ունենալ։ Ասենք 1/3-ը մեծ է 0-ից, բայց 1/3-ի սահմանը մեծ կամ հավասար է 0-ից, հա, սահմանի անցնելուց հավասարություններ կարող են լինել։ Այս որ x-երի համար ստացանք, բոլոր x-երի համար դելտայից մեծ։ Բարի։ Այս ինչ է նշանակում, որ հենց fx բաժան jx-ը, ինչը նշանակում է, որ fx բաժան jx-ը ձգտում է խա, նա, երբ որ x-ը ձգտում է տվյալ դեպքում պլյուս անվերցան։ Բարի, համանման ձևով մինուս անվերջ դեպքը կարելի է նայել, այդ ժամանակ արդեն փոքր կետը, մինուս անվերջության մոտիկ կետը, հա, կձգտեցնենք մինուս անվերջության։ Իհարկե։ Y-ը ձգտեցրեցինք պլյուս անվերջության, բայց քանի որ ֆունկցիաների սահմանները այդ կետում 0 էին, հա, գործ ունեինք, հա, ոնց որ մեր պայմանները ինչ էր, որ ֆունկցիաները դիֆերենցիալի են, որ ֆունկցիաների սահմանները տվյալ կետում 0 են, որ գործ ունենք 0-0 տիպի անորոշության հետ, ու երրորդը, որ ածանցյալների հարաբերությունը f' բաժան j'-ը գոյություն ունի, սահման ունի։ Դե, ստեղ այս որ սահմանի անցնես, նո, կանանք ստեղ ֆորմալ գրենք 0 հանած fx բաժան 0 հանած jx, հա? Որ ավելի լավ երևա, էլի որտեղից։ Այլ հարցեր։ Okay. Մի քանի հատ օրինակ նայենք։ Ասենք ուզում ենք սինուս x-ի օրդի սահմանը հաշվել, իհարկե բոլորս գիտենք, որ այս սահմանը մեկ է, ինչա, որպեսզի լոպիտալի կանոնը կիրառենք, պետք է համոզվենք, որ գործ ունենք 0-0 տիպի անորոշության հետ, դե սինուս x-ն էլ x-ն էլ ձգտում են 0-ի, այսինքն իրոք 0-0 տիպի անորոշություն ունենք։ Հիմա եթե հանգարց գոյություն ունենա իրանց ածանցյալների հարաբերություն ունենա սահման, ապա այս սկզբնականն էլ կունենա սահման ու նույն բանը կլինի։ Այսինքն այս հավասարությունը տեղի ունի պայմանով, որ այս վերջինը գոյություն ունենա։ Այսինքն եթե վերջում արդյունք ստացանք, ուրեմն իրոք այդ բոլոր հավասարությունները ճիշտ են։ Եթե վերջում արդյունք չստացանք, ապա ոչ մի այդ հավասարություններ պարտավոր չի տեղի ունենա, էլի։
Այդտեղ ինչ է, դե մեր մոտ ստացվում կոսինուս x բաժանած 1, որը պարզապես 1 է, հա։ Ասենք, այստեղ նաև իհարկե կարող ենք նկատել, որ այս առհասարակ այս նշանավոր սահմանները մյուս կողմից հիշելու համար, հա, կարող օգտակար լինի պարզապես ասոցացնելը ինչ-որ ֆունկցիայի ածանցյալի հետ, հա, այսինքն հիմա այս զուտ հիշելու համար կարող ենք այս սինուս x(x)-ը ասել, որ դե ինչ է, գրածա ոնց որ սինուս x հանած սինուս 0 բաժանած x հանած 0, x-ը ձգտում է 0-ի, ինչը նշանակում է, որ վերցնում ենք սինուս x ֆունկցիայի ածանցյալը ու իր արժեքն է մեզ հետաքրքրում, x-ը հավասար է 0 կետում, հա, դե սինուս x-ի ածանցյալը մեր մոտ կոսինուս x-ն է, որը արժեքը 1 է, իհարկե հենց այս ստացումը հիմնված է սրա վրա, այսինքն այս ասածը զուտ հիշելու համար է, ոչ թե ինչ-որ ապացույց է պարունակում, ոչ մի ապացույց էլ այդտեղ չկա, պարզապես էսի հիշելու համար կարող օգտակար լինի։ Ածանցյալ զուտ գրելու համար մեզ պետք է այս սահմանը իմանալ։ Այո, այո։ Դրա համար էլ այդտեղ ոչ մի ապացույց չկա գրված էլ, այսի ընդհանրապես հիշելու համար է։ Ահա, մեկ է դու գրել ես ածանցյալի տեսքով, էդի լոպիտալը ալտերնատիվ ապացույցում է, որ մենք կարող ենք ածանցենք, որտեղ լոպիտալը հենց ածանցյալ է, շնորհակալ ֆունկցիան 0-ի ենք ձգտում։ Այդ ապացույցը է լոպիտալ, մենք ունենք ֆունկցիաների հարաբերություն, որը ձգտում է 0-ի, ապա դա հենց ածանցյալ է ներկայացնում։ Okay. Okay. Լավ, բարի, կարող ենք մի հատ դասամջոցին քննարկենք։ Այս ոնց որ այս նշանակումը զուտ նշանակում է տվյալ ֆունկցիայի արժեքը 0-ում։ Ընդհանրապես այդ։ Այս այդ անելու ենք։ Կարիք կա մի հատ էլ x հանած 1 x-ը նայենք տեսնենք, որ նույն ձևով օգտագործվում է, թե ոնց որ օքեյ է։ Լավ, հիմա ասենք, եկեք մի քիչ ավելի բարդ իրավիճակում օգտագործենք լոպիտալի կանոնը, որտեղ ոնց որ ասած նշանավոր սահմանները տենց չեն օգնի կամ շատ բարդ կլինի դրանց օգնությամբ ինչ-որ տեղ հասնելը։ Հիմա ստեղ էլ x-ը 0-ի ձգտելիս, թե սինուս x հանած x-ն է 0-ի ձգտում, թե x խորանարդը, այսինքն էլի ունենք 0-0 տիպի անորոշություն, ու էլի կարող ենք փորձել կիրառել լոպիտալի կանոնը, այսինքն համարիչում պետք է գրենք սինուս x հանած x-ի ածանցյալը, որը կոսինուս x հանած 1-ն է, հայտարարում էլ պետք է գրենք x խորանարդի ածանցյալը, որը 3x քառակուսին է։ Հարցը ստեղ է նրանում կայանում, որ 0 կետում էլի սա դառնում է 1-ից հանած 1, 0, ստել 0։ Մի հատ էլ կիրառենք լոպիտալի կանոնը, հա։ Հա։ Ավայ համարիչը 0 աշխատանքի։ Այս կոսինուս x հանած 1-ի ածանցյալը կլինի մինուս սինուս x, բաժանած 3x քառակուսու ածանցյալն էլ 6x, ու ստե կամ կարող ենք ասել, հա, որ սինուս x(x)-ի սահմանը 1 է, կամ էլ մի հատ էլ լոպիտալի կանոնը կիրառենք, հա, ու ստանանք մինուս կոսինուս x 6-րդ, ու ստանանք, որ սահմանը մինուս 1 6-րդ է։ Այսինքն կարող է ինչ-որ իրավիճակներում պետք լինի մի քանի անգամ լոպիտալի կանոնը կիրառել, մինչև ստանանք, որ սահմանը գոյություն ունի, այսինքն սրա գոյությունը ցույց է տալի, որ այս սահմանը գոյություն ունի, այս մեկի գոյությունը ցույց է տալի, որ այս մեկը գոյություն ունի ու տենց մինչև սկիզբ, հա։ Բարի։ Մի քանի հատ էլ հակառակորդներ բերենք, տեսնենք, որ այն պայմանները, որ նշել ենք թեորեմում, իրոք կարևոր են։ Այսինքն օրինակ
մենք պահանջում ենք, որ երկուսն էլ ձգտեին 0-ի, ցույց տանք, որ օրինակ 1-ի 0-ի ձգտելը քիչ է, հա։ Ցույց տանք, որ տալի կանոնում անհրաժեշտ է, որ f-ն ու g-ն ձգտեն 0-ի։ Հիմա ասենք նայենք հետևյալը սահման x բաժանած 1 + x քառակուսի, x-ը 0-ի ձգտելիս, իհարկե սրա սահմանը ինչ է, 0-ն բաժանած 1-ը 0 է լինում, բայց եթե նայենք x-ի ածենցիալ բաժանած 1 + x քառակուսու ածենցիալի սահմանը 0-ի ձգտելիս, այդ ինչ է իրանից ներկայացնում, 1-ը բաժանած 2x, ու այս սահմանը կտա ինչ է անվերջություն, 1-ը բաժանած 0-ն ինչ է, անվերջություն, հա։ Այսինքն տեսնում ենք, որ այդ ածենցիալների սահմանը, կամ ֆունկցիաների հարաբերության սահմանը հեշտ պարտադիր չի ածենցիալների հարաբերության սահմանին հավասար լինի, այն դեպքում, երբ որ օրինակ հայտարարը 0-ի չի ձգտում։ Հա։ Լավ, ոնց որ ստեղ աչակոմյան գրենք։ Իհարկե այստեղ գրել էի անվերջ, ոչ թե պլյուս անվերջ կամ մինուս անվերջ։ Այսինքն պլյուս մինուսը նկատի ունենք։ Հա, երբ որ անվերջ է գրվում, այդ ժամանակ նկատի ունենք ոնց որ մոդուլով ձգտում է անվերջության։ Բայց ոնց որ եթե ուզում ենք դրանից էլ խուսափենք, կարանք բոլոր տեղերը պլյուսներ տեսնենք։ Ոնց որ մեկը կյանքում է օգնում պլյուսներ տեսնելը։ Բա ուրիշ անորոշան դեպքերի մասին խոսալու ենք։ Հա։ Ասма օպտիմիստը նույնիսկ գերեզմանոցում ամենտեղ պլյուսներ է, հա, տեսնում, հիմա Մի հատ էլ հակաօրինակ վերենք։ Եկեք տեսնենք, որ ֆունկցիաների հարաբերության սահմանի գոյությունը դեռ չի նշանակում, որ ածենցիալների հարաբերություններն էլ պիտի ունենան սահման։ Ասենք ցույց տանք, որ բաժանած սահմանի գոյությունը հակառակը ճիշտ չէ, հա, ցույց տանք, որ հակառակը ճիշտ չէ։ Այսինքն f(x) բաժանած gx-ի սահմանի գոյությունից չի բխում f(x) բաժանած g(x) սահմանի գոյությունը, հա։ Այստեղ ասենք նայում ենք սամ, հա։ Չէ, այդտեղ երկու սահմաններն էլ գոյություն ունեն։ Հիմա օրինակ ենք բերում, որ այս հարաբերությունը ունենա սահման, բայց ածենցիալների հարաբերությունը չունենա։ Ածենցիալների հարաբերությունը եթե ունենում է սահման, L'Hopital կանոնը ասում է, որ
մեկը f բաժան j-ն պետք է ունենա։ Հիմա ասենք նայենք x գումարած սինուս x բաժանած x-ը, x-ը անվերջի ձգտելիս, դե ես կարող ենք պարզապես գրել ինչ։ 1 գումարած սինուս x x-երորդ, հիմա սինուս x x-երորդը ինչի է ձգտում։ Մեր մոտ x-ը ձգտում է պլյուս անվերջության, սինուս x x-երորդը կձգտի 0-ի օգտվելով մեկ x-երորդը ինչ կապ ունի սինուս x x-երորդի հետ։ Կարաս անվնապակ անգամ անվերջ փոքր գրես կամ ոստիկանների կանոնը օգտագործես, ոնց որ հարմար է, ասենք կամ ասեք սա փոքր է հավասար սրանից մեծ կամ սրանից ու երկուսն էլ ձգտում են 0-ի այդ պատճառով սինուս x x-երորդն էլ կձգտի 0-ի ու այստեղ ունենանք սահման կամ էլ սահմանափակ անգամ անվերջ փոքրով։ Այդ մեր ֆունկցիաների հարաբերություններ, հիմա ուզում ենք մի հատ էլ տեսնենք, որ ատենցիալների հարաբերությունը չունի սահման, հա։ Հա։ X-ը ինչի է ձգտում, չեմ տեսնում։ X-ը պլյուս անվերջության է ձգտում։ Այսինքն նշանակություն ունի։ Չէ, միևնույնն է դեռ նայում ենք 0-0 հա կներես, ճիշտ ես։ Լավ ասացիր։ Հա։ Հա, բայց ոնց որ մեր 0 բաժանց։ Հա, օքեյ։ Լավ։ Հա։ Հա, հա։ Այն ժամանակ երբ որ ապացուցում ենք անձգտում էր պլյուս անվերջության, էլի անվերջ բաժանած անվերջ բան չէր լինում, հարաբերություն չէր լինում, ապացուցի ժամանակ։ Չէ, ոնց որ sense տնեց f-ն ու j-ն մեր մոտ 0-ի էին ձգտում։ Այս մի օրինակ եկեք բաց թողենք, հենց անվերջի մեջ այս օրինակը նորից կբերենք, համ ոնց որ ավելի տեղին կլինի, համ էլ 0-0-ում էլ օրինակ կունենանք, անվերջում էլ օրինակ կունենանք։ Այսի ասում պահ թողենք։ Հիմա լոպիտալի կանոնը արդեն անվերջ տիպի անորոշությունների համար եկեք տեսնենք։ Համանման թեորեմ ենք ձևակերպելու, հա։ Եթե f-ն էլի աբեյցեր ֆունկցիաները բավարարում են էլի f-ը և j-ն դիֆերենցիալ են AB-ի վրա պոտենցիալը 0 չի, այստեղ նախորդ կետում պահանջում էինք, որ f-ի ու j-ի սահմանը 0 լինի, այստեղ պարզվում է, որ բավական է պահանջել, որ j-ի սահմանը լինի, ինչ եք ակնկալում, անվերջություն, հա։ Ու պլյուս անվերջ, թող լինի ու
էլի գոյություն ունի սահման f'(x) բաժանած g'(x), որ x-ը ձգտում է a-ին, նշանակենք k-ով, ապա գոյություն ունի այդ սահման f(x) բաժանած gx-ը x-ը ձգտելիս եւ այն հավասար է նույն կայք։ Ներողություն, բա ինչի անպայման որ այդ ֆունկցիաները դիֆերենցիալ լինեն։ Չի կարելի արտանցալը անվերջի հավասար լինի այդ կերպում։ Դա ոնց որ հենց երբ որ նայում ես ածնցյալների հարաբերությունը, մենակ այդ պատճառով կուզենայиш, որ սրանք վերջավոր թվեր լինեն, էլի։ Հա, բայց հնարավոր լոպիտալը կիրառել ու ստանալ մեկը Ոնց որ մեծ կամ փոքր։ այս պնդումների ինչ-որ տարբեր ընդհանրացումներ կարելի է փորձել ստանալ, այս բանին մեր ոնց որ կիրառությունների համար այնպես բավականին լայն շրջանակի համար այսքանը հերիք է, ավելի ոնց որ կարող եք փորձել ինչ-որ ավելի հետաքրքիր բաներ էլ ստանալ, բայց այսքանով այս բանին բավարարվենք դասախոսության կտրվածքով էլ, հետո եթե հետաքրքրում է կարելի է փորձել ինչ-որ ավելի լավ բաներ էլ անել։ Ոնց որ պարզվում է, այդքանը հերիք է։ Ապացույցի մեջ կտեսնենք, այսինքն դες կոպիտ ասած գրել էինք անվերջ, բայց մենակ հայտարարն ենք ուզում, որ անվերջ լինի, պարզվում է այդքանը հերիք է լինում, որ ոնց որ երկուսն էլ պահանջենք անվերջ լինի, իհարկե նույն թեորեմը կաշխատի, ավելի շատ բան կպահանջենք։ Հասկանալի է այդ մասը։ Ավելի հիմա ապացուցենք այն դեպքում, երբ էլի մեր ան վերջավորա, լավ կանել կտեսնենք, կարիք կա վերջավոր նայել թե չէ։ Էլի ինչպես հասկացել էինք, պետք է կիրառենք Cauchy թեորեմը, ճիշտ է։ Այս մեր ասենք լիցուկ A-ն է, այս B-ն է, Cauchy թեորեմը կիրառել առաջ էլի պիտի օգտվենք այս G պայմանից, հա, G-ից, հա, G պայմանից ունենք, որ ամերիկան էպսիլոնի համար գոյություն ունի մեծատար, փոքրատար, մենք եթե անվերջավոր է, ոնց որ արդեն դելտա, այնպես որ հենց x-ը պատկանում է a-ից a plus դելտա, տեղից բխում է, որ f'(x) բաժանած g'(x) հանած k-ի մոդուլը փոքր է էպսիլոնից։ Նույնն է թե f'(x) բաժանած g'(x)-ը գտնվում է a մինուս էպսիլոնի և a plus էպսիլոնի միջև բոլոր x-երի համար a-ից a plus դելտա։ Լավ, սրան ասենք մեկ դնենք։ Հիմա էլի այս ասենք a plus դելտան է։ Հիմա x-ն ու y-ը վերցնում ենք որտեղ։ a-ից a plus դելտայի միջև, չէ՞։
Վերցնենք կամայական x, y պատկանում է a-ից a plus դելտա ու այնպես որ x-ը փոքր է y։ Այս x-ն է, սա էլ y-ն է։ Հիմա էլի կիրառելու ենք կիրառելով Կոշի թեորեմը x-y հատվածի վրա ստանանք որ ինչ գոյություն ունի C պատկանող x-y-ին, այնպես որ f'(c) բաժանած g'(c)-ն մեր մոտ լինում է f(y) հանած f(x) Լավ, հիմա սրանունը երկուս դնենք, քանի որ C-ն պատկանում է x-y, իսկ x և y կետերը մեր մոտ a-ից a plus դելտա են, տեղից բխում է, որ C-ն էլ կպատկանի a-ից a plus դելտա հատուկ միջակայքին, եթե այդ միջակայքին է պատկանում, արդեն կարող ենք ասենք, որ այդ միջակայքի բոլոր կետերի համար այս ածանցյալների հարաբերությունը k-ε, k+ε-ի միջև է, ստեղ էլ օգտագործելով մեկը, ստանանք, որ f'(c) բաժանած g'(c)-ն գտնվում է k-ε-ի և k+ε-ի միջև, հա? Որտեղից օգտագործելով կստանանք, որ այս տարբերությունների հարաբերությունը լավ, հիմա մենք ինչ գիտենք, մենք գիտենք, որ մեր J-ի սահմանը պլյուս անվերջ է, հա, եթե այն մոտենանք, պլյուս անվերջ է J-ի սահմանը։ Հիմա պետք է հասկանանք x-y կետերից նախ որը մոտեցնենք այն։ X-ը, հա, այն որ այն ավելի մոտիկ է, x-ը ձգտեցնում ենք այն, y-ը ֆիքսում ենք, հա, ու այդ պարագայում կարող ենք ասենք, որ J-ը կձգտի պլյուս անվերցյան, չէ, շատ լավ, հիմա J-ը որ կձգտի պլյուս անվերցյան, այս J-y հանա J-ը կձգտի մինուս անվերցյան ու այդ պատճառով ոնց որ ավելի հարմար կլներ այս տարբերությունների հարաբերության փոխարեն ունենայինք J-x հանա J-y, հա, այսին հիմա տեղերը փոխենք, որ այն ձգտելիս J-ն ձգտում է անվերցյան, հիմա հասկացանք, որ այս ընտրության դեպքում x-ը ձգտեցնենք այն, եթե անունները թարս դնեինք, սա y գրեինք, սա x, այս ոնց որ y-ը կձգտեինք, ոնց որ, լավ, սենց ասեմ, եթե հիմա այս J-ը ձգտեր
j-ը ձգտել պլյուս անվերցյան, էլ տեղերով փոխելու կարիքը չի ունենա, էլի։ Ոնց որ զուտ դրական մեծությունների հետ գործ անելու համար, այտենց կարող ավելի հարմար լինի։ Լավ։ Նույնն է թե այս k մինուս էպսիլոնը փոքր է fx հանած fy բաժանած jx հանած jy, որը փոքր է k պլյուս էպսիլոն, էսի ինչ է։ Կամայական x y-ի համար, այնպես որ a-ն փոքր է x, փոքր է y, փոքր է a պլյուս դելտա, ճիշտ է։ Լավ, սրա անունը դնենք 3։ Հիմա ֆիքսում էինք ինչը։ Եվ x-ը ձգտեցնենք այ։ Այդ դեպքում jx-ը կձգտի ինչի։ Jx-ը ձգտում է պլյուս անվերցյան և jx հանած y-ն էլ է ձգտելու պլյուս անվերցյան, հա։ jx հանած jy-ն էլ է ձգտելու պլյուս անվերցյան, ուստի գոյություն ունի ինչ-որ մի հատ դելտա 1 դրական թիվ, այնպես որ, գոյություն ունի դելտա 1 դրական թիվ, այնպես որ, այս jx-ն էլ դրական է, jx հանած jy-ն էլ դրական է, երբ որ x-ը a-ի և a պլյուս դելտա 1-ի միջև է, հա։ Շատ լավ։ Ինչ ենք անում։ Հիմա հասկացանք, որ y-ը ֆիքսելու ենք, x-ը ձգտեցնենք անվերցյան, չէ։ Լավ, որ y-ը ֆիքսած է, ի վերջո ստեղ fy, jy-որդի տիպի մի բան պետք է ստանանք։ Այսին հիմա որպեսզի տենց մի բան ստանանք, լավ կլինի, որ չգիտեմ, jy հանած jx-ով բազմ պատկենք։ jy հանած jx-ով որ բազմ պատկենք, եթե դա բացասական թիվ լինի, ոնց որ պետք է ստեղ այդ նշանները փոխենք, հետևենք, որպեսզի դրանից խուսափենք, տեղերով փոխեցինք, որ այս պարագայում արդեն այս jx հանած jy-ը այն մոտիկ x-երի համար լինի դրական, ու բազմ պատկելուց ոնց որ ոչ մի նշանների փոխելու կարիք չլինի։ Քեզ էլ շնորհակալություն։ Հիմա այս 3-ը բազմ պատկենք jx հանած jy-ով ու մենք որ համարիչ հայտարարը տեղը փոխում ենք, իրենք էլի մնում են կամ մինուս էպսիլոն, կամ պլյուս էպսիլոն շրջակայքում։ Այս պատ մինուսով ենք բազմ պատկում, էլի։ Վարկյան։ Հա, օքեյ։ Երեքն է, չէ։
3-ից կստանանք, որ fx հանած fy կարող ենք հիմա երկու կողմը բազմապատկել jx հանած jy-ով, մի հատ էլ հավելյալ բաժանենք jx-ի այստեղ կլինի k plus epsilon անգամ jx հանած jy սա էլ ինչին է համարժեք։ Դիր։ Մեզ fx jx-ի օրդ ստեղ ունենք, ծոր այս fy jx-իորդը տանենք մյուս կողմերը, այսա քայլ առ քայլ անենք, մի հատիկ համ ստեղ գրենք այս հարաբերությունը որպես մեկից հանած jy jx-երորդ, ստեղ էլ կարող ենք սենց տարբերություն գրել, հա, fx jx-երորդ, հանած fy jx-երորդ, փոքրա k plus epsilon անգամ 1 մինուս jy jx-երորդ, ու մի հատ էլ fy jx-երորդը երկու կողմերին գումարենք, բայց այս դուրս չեկավ։ Լավ։ Okay։ Գումարած fy բաժանած jx, փոքրա fx բաժանած jx, փոքրա k plus epsilon 1 մինուս jy jx-երորդին, մի հատ էլ գումարածա այս fy jx-երորդը, հա։ Հիմա jx-ը ձգտում է անվերցի, այսին այս կոտորակը ձգտում է 0-ի ու նույն ձևով այն մյուս կոտորակը, հա։ 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 Հիմա այս y-ը ֆիքսել ենք, x-ը մեր մոտ ձգտում է a-ին, հա, քանի որ x-ը a-ի ձգտելիս այս
jy jx-ը ձգտում է 0-ի եւ fy jx-ը էլի ձգտում է 0-ի, այսինքն օրինակ այս ձախ կողմը ինչի է ձգտելու մեր մոտ k-ε։ Հիմա եթե k-ε-ի է ձգտում, օրինակ k- ինչից մեծ կլինի։ k-2ε-ից մեծ կլինի, հա։ Հետևաբար սրա անունը 4 դնենք, հա։ 4-ի ձախակողմյան արտահայտությունը կձգտի k-ε-ի, եթե ուզում եք ստեղ գրել, հա, k--ε անգամ 1 գումարա 0, հա։ Եվ այն, հետևաբար այն մեծ կլինի k-2ε-ից, երբ որ x-ը բավականաչափ մոտիկ է այն, հա։ Այսինքն այդ ինչ է նշանակում, որ x-ը պատկանում է a-ից a պլյուս ինչ-որ դելտա 2, որտեղ դելտա 2-ը ինչ-որ դրական թիվ է։ Հիմա նույն ձևով էլ աջակողմյան արտահայտությունն էլ k+ε-ի է ձգտում։ Ստեղից հարցեր կային այս վերևի կտորից։ Հիմա x-ը որ a-ին է ձգտում, jx-ը ձգտում է պլյուս անվերցյան, այս կտորները արդեն Եկել դելտա 2 գրեցինք, որտեղ արդեն 2ε-ի համար ենք չէ գրել։ Դելտա 2, որ, հա, այս k-2ε է, էլի։ Հիմա նույն կերպ 4-ի աջակողմյան արտահայտությունը կձգտի k+ε-ին և այն կլինի ինչ, փոքր k+2ε-ից, էլի երբ x-ը բավականաչափ մոտիկ է ինչ ենք ասում x-ը, այլ ոչ թե y-ը։ Y-ը ֆիքսած էր, հա, x-ն էր մեր մոտ, հա։ Մոտիկ է այն։ Այսինքն x-ը պատկանում է ինչ-որ a-ից a պլյուս դելտա 3։ Ու հիմա ինչ պետք է ասենք։ Հետևաբար մեջի արտահայտությունն էլ կգտնվի k-2ε-ի ու k+2ε-ի միջև, հետևաբար fx բաժանած jx-ը կլինի k-2ε-ի ու
k plus 2 էպսիլոնի միջև, երբ որ x-ը պատկանում է a-ից միջև a plus ինչ գրենք, դելտա 2, դելտա 3-ի մինիմումը, հա, որ երկու պայմաններ տեղի ունենան, որ կարողանանք պնդել, որ երկու կողմից էլ անհավասարությունները ունենք, հա, մինիմում դելտա 2, դելտա 3։ Արի։ Դե ես էլ հենց ինչ է նշանակում, որ fx բաժան jx-ը մեր մոտ ձգտում է կային։ Այդ դելտաների պատճառով, որ մենք հենց այնպես չենք գրում, որ ինքը կայ է, երկու էպսիլոնը դրա համար էլ է առաջանում, կա պլյուս երկու էպսիլոն ու կա մինուս երկու էպսիլոնը։ Դե եթե այն արտադրությունը Նայ, ոնց որ խնդիրը ինչն է, ինչի չենք սահմանի անցնում, որ սահմանի անցնենք, այս ձախ ու աջ կողմերը նույն բանի չեն ձգտում, որ կարողանանք պնդենք, որ այս էլ սահման ունի։ Կավա կամինուս էպսիլոն կեսի է ձգտում։ Կավա սահման չունի, կամինուս էպսիլոնի, կա պլյուս էպսիլոնի արանքը տատանվում է։ Այս են դու չես կարող պնդել, որ այդ արանքի արտահայտությունը, որ չգիտեմ, այս 1 մինուս էպսիլոնի ու 1 պլյուս էպսիլոնի միջև գտնվող արտահայտությունը պետք է պարտադիր սահման ունենա, եթե ոնց որ այդ չեմ լավ չասացի։ Այստեղ հարցը այն է, որ Ոնց։ Այսինքն կարող միջակայք սխալի, դրա համար այսքան գրում էլի, ոչ թե n-ից մի անգամից գրում, որ f(x)-ը բաժանած j(x)-ից թմակայք։ Նայ, ոնց որ սենց ասեմ, ստեղ, եթե էպսիլոնը ֆիքսած է, հա, վերցնենք էպսիլոն, այդ էպսիլոնի համար ինչ-որ դելտաներ ենք ստանում, որ այդ դելտա շրջակայքերում ինչ-որ արտահայտություններ գտնվում են, ասենք, չգիտեմ, կա մինուս էպսիլոն, կա պլյուս էպսիլոնի ու ինչ-որ կամ այլ արտահայտությունների միջև։ Հիմա այստեղ եթե անցնենք սահմանի, հա, սա կա մինուս էպսիլոնի կձգտի։ Սա էլ կա պլյուս էպսիլոնի կձգտի։ Բայց այս ոստիկանների կանոն չես կիրառել, որ ասես fx բաժան jx-ը ինչի է ձգտում։ Բայց դեպքում այնտեղ ասացին, որ կայ է ձգտում, այնտեղ ինչի ձգտվեցին։ Ահա, նայ, այստեղ հədə չենք ասել։ Հիմա ինչ ենք, այստեղ ինչն է տարբերությունը, որ մենք տեսանք, որ կամայական էպսիլոնի համար գոյություն ունի մի հատ դելտա շտրիխ, որը այդ մինիմում, ասենք դելտա 2, դելտա 3-ներ, որ հենց x-ը այդ a-ից a plus դելտա է, այս նույն բանն եմ գրել։ Այդտեղից բխում է, որ fx բաժանած jx գտնվում է այդ k-2 էպսիլոնի, հա, կներեք դելտա շտրիխ ստեղ, k-2 էպսիլոնի ու k+2 էպսիլոնի միջև, իսկ եսի սահմանի սահմանումով հենց նշանակում է, որ fx jx-ի երրորդը ձգտում է k-ին։ Իսկ ընդեղ, եթե x-ը ձգտեցնեիր a-ին, էլ վերջ, էլ սահմանի սահմանման հարց չէր մնում։ Այս արդեն ոչ թե բոլոր x-երի համար էր տեղի ունենալ, այդ սրա սահմանը պետք է հասկանայր, կա թե չկա, բայց սրա սահմանի գոյությունը ապահովված չէր։ Նա որտեղ ոստիկանների կանոնի կիրառել չէր։ Նորմալ է։ Այն կամայական շրջակայքում դա սահմանից բարդ։ Այո։ Հա։ Այսինքն ինչքան էլ որ x-ը ձգտեցնում էինք a-ին, վերջը տենց էլ չձգտեցրեցինք a-ին։ Այստեղ ոնց որ հարցը դրանում էր կայանում։ Ինչքան էլ որ x-ը ասում ենք ձգտում a-ին, սենց է լինում, նենց է լինում, բայց մեկը տենց էլ միջև վերջ չտանանք a-ին մոտ էլի։ Okay։ Հա, հա։ Լավ, այն հակաօրինակը, որ սկսեցին գրել, հիմա մի քիչ ավելի արագ պարզապես ասենք, հա։ Այս ասում էինք սահման x գումարած
Սինուս x-երորդը x-ը անվերջի ձգտելիս, հիմա իհարկե անվերջ տիպի անորոշություն է մեր մոտ ու ստեղ տեսնում ենք, որ մեկ գումարած սինուս x-երորդը ձգտում է 1-ի, որտև այդ սինուս x-երորդը կարող ենք ներկայացնել որպես սահմանափակ անգամ անվերջ փոքր, հա? Բայց այդ ատենցիալների հարաբերությունը մեր մոտ ինչ է 1 պլյուս կոսինուս x բաժանած 1-ա ու անվերջի ձգտելիս սա սահման չունի։ Սահմանը գոյություն չունի, հա։ Հետևաբար այդ սահման f, հա, Okay, բոլոր տեղերը պլյուս անվերջ կրենք։ Իրականում անվերջի համար էլ է այս ամեն ինչը աշխատում, բայց ոնց որ հետևաբար սահման fx բաժանած gx-ի գոյությունը չի ապահովում սահման f'(x) բաժան g'(x)-ի գոյությունը։